Ըստ Ռումինիայի նախագահի խորհրդականի հայտարարության, Ռումինիան պատրաստ է լրջորեն քննարկել Մոլդովայի հետ միավորման հարցը։ Եվգենի Տոմացը հարցազրույցում ասել է, որ այս հարցի վերաբերյալ պատրաստակամության մասին հայտարարվել է դեռևս 2018 թվականի մարտի 27-ին։ Նրա խոսքով վերոնշյալը Ռումինիայի կառավարության դիրքորոշումն է եւ այն չի փոխվի։ Վերջինիս խոսքով Ռումինիայի եւ Մոլդովայի ընդհանուր նպատակն է աջակցել Մոլդովայի եվրոինտեգրման գործընթացի արագացմանը բոլոր անհրաժեշտ միջոցներով։ Յուլիա Տիմոշենկոն կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունների կողմից պաշտոնապես հայտարարվել է որպես կոռուպցիայի գործով կասկածյալ։ Տիմոշենկոն ինքը հերքում է բոլոր մեղադրանքները եւ քննչական մարմինների կողմից անցկացված խուզարկությունից հետո պնդում է, որ ինչ-որ մեկը փորձում է մաքրել իր մրցակիցներին։ Խուզարկություն է անցկացվել նաև Ժողովրդի ծառա կուսակցության առաջնորդ Դավիթ Արախամյայի գրասենյակում։ Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ խուզարկությունը կարող է կապված լինել խորհրդարանական քվեարկության ժամանակ Գերագույն Ռադայի падգամավորների կաշառակերության հետ։ Այսօր Սպիտակ տանը տեղի կունենա եռակողմ քննարկում։ Դանիայի եւ Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարներին կընդունեն ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Վենսը եւ պետքարտուղարը Մարկո Ռոբիոն։ Ամերիկյան կողմի հետ հանդիպումից առաջ Գրենլանդիայի եւ Դանիայի վարչապետները համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել եւ եւս մեկ անգամ ընդգծել, որ Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ։ Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ ընտրության հնարավորության դեպքում, երբ թե Գրենլանդիայի վարչապետը ընտրում է Դանիան, ապա մեծ խնդիր կլինի հենց Գրենլանդիայի համար։ Դոնալդ Թրամփը դիմում է Իրանի բնակչությանը եւ կրկին կոչ անում շարունակել բողոքի ցույցերը եւ գրավել հաստատությունները։ Նախագահը նշում է, որ Իրանում զոհերի ճշգրիտ թիվը դեռևս անհայտ է, բայց խոստանում է, որ մարդասպանները բարձր գին կվճարեն։ Նա ասում է, որ մինչև ցուցարարների սպանությունները չդադարեցնեն, իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները չեղարկվել են։ Հունվարի 14-ը Վրաստանի պետական դրոշի օրն է։ Քաղաքային խորհրդի շենքերին այսօր ծածանվել են վրացական դրոշները։ Նախաձեռնությունը պատկանում է անունների եւ խորհրդանիշների հանձնաժողովին։ 5 աստղա դրոշը վերականգնվել է 2004 թվականի հունվարի 14-ին։ Պետական դրոշի օրը նշվում է 2004 թվականից ի վեր։ 2025 թվականի սեփականաշնորհման ծրագիրը գերազանցում է 102%։ Մասնավորեցման գործունեության արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 217 միլիոն լարի։ Հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։ Անցյալ տարի անշարժ գույքի կառավարման գործակալությունը հայտարարել է 821 էլեկտրոնային աճուրդ եւ վաճառել 529 օբյեկտ։ Առաջիկայում հացի գինը չի բարձրանա, երկրում ցորենի եւ ալյուրի բավարար պաշարներ կան։ Հայտարարել են Վրաստանի ցորենի եւ ալյուրի արտադրողների ասոցիացիան եւ հացի արտադրողների միությունը։ Նրանց տեղեկությունների համաձայն երկրում արտադրանքի մեծ մասը ներմուծվում է, չնայած տեղական ֆերմերները նույնպես պաշարներ ունեն։ Սննդի ազգային գործակալության տեսուչները մոնիթորինգ են անցկացրել ձմեռային լեռնային հանգստավայրերում սննդի վաճառքի կետերում։ Պետական վերահսկողություն է իրականացվում ինչպես շղթայական շուկաներում, այնպես էլ փոքր առևտրի կենտրոններում։ Եվրատեսիլ 2026-ին Վրաստանի անունից հանդես կգա բզիկի երգչախումբը։ Առաջին ալիքը որոշումը կայացրել է հիմնվելով հանդիսատեսի հետաքրքրության վրա։ Հիշեցնենք, Գեորգի Շիոշվիլին, Մարիամ Թաթուլաշվիլին եւ Մարիամ Կիկուաշվիլին 2008 թվականին դարձել են մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի առաջին վրացի հաղթողները կոմպոզիտոր Գիգա Կուխիանիձեի երգով։ Մոտ 18 տարվա ընդմիջումից հետո խումբը կրկին բեմ բարձրացավ մանկական Եվրատեսիլ 2025-ում եւ արժանացավ մեծ ծափահարությունների։